Բարդարոջան։ Ուրեմն լորի բերքամաքի, բնակավայրում երկու հատ աղպատը դներ է չասեմ ասել եմ նույն հատանքերը։ Ճիշտ է, ասենք ձեր կնվերել աղպարկը, դաշն եք, ես ես ուսես աղպարկը չեմ ասենք միանում է նույն աղպարկը 4 հատ լեջանի, ուրեմ 2 հատ լորի բերքի, 5 հատ ակարակ, 4 հատ ութ, 3 հատ սպերլով, խոթնձիչ, ուրեմն լեջան, մի հատ լեջան, մի հատ լորի բերք, ակարակ, ուղուտ, սպերլով, նոգարձով, կողես յատակ լորի մեկնիկա, և էլեկտրական սխոզ, մի հատ լեջան, մի հատ լորի բերք, մի հատ ակարակ, մի հատ ուղուտ, այդքան։ Գրուշ բաց չի, փոքր էլեկտրական սխոզները աղպարկներ ձերքին բերեք 24 հազարին 74 հազար խոթնձիչը 24 հազար, էլեկտրական սխոզը 12,400։ Ոստիկանության նորի մարզի վարչության պետական բաժնի քույր վերաբերելու մասին։ Ուրեմն անցած տարի ձեռք էին բերել 10 միավոր բարձր որակի ինչ անդրանում Սանցային տեսակցիկներ, որ միանգամից միայն մեր էլեկտրականությանը և նաև կապին ու տեղադրված էր համայնքի բնակավայրերում ևս ձեռք էին բերել 10 հատ, մնացած խտացներով ուրիշ բնակավայր տեղադրելու համար համայնքի արժեքը 52,000 դրամ է, 50,000 որից 10 միլիոն ու նվիրաբերել ոստիկանությանը, որպես ամենօրյա բանականությունը հսկողությունը համայնքի համար ոչ թե նաև առաջին համայնքի համար։ Ներկայացված նվիրաբերելու մասին ձեռքի բերել նվիրաբերել։ Հայաստանի Հանրապետության նոր մարզի նոր բերքամաքի 20 թվականի հողմային դաշնակցի հաստատելու մասին։ Յուրաքանչյուր տարի այս
Եվս օրենքի վավարը դիմորենքի համայնքի ղեկավարը ավականին է ներկայացնում համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի ավականին հասկանում է հաշվեկշիռը յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ի դրությամբ առաջարկում է հաստատել Հայաստանի Հանրապետության Գյուղի Մամուլի Լոբի համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշիռը համաձայն հավելվածին ծանոթացել եք, նշեմ, որ այս տարի ունեցել ենք 3 փոփոխություն հաշվեկշռում, ուրեմն երկուսը վերաբերում են քաղաքացիական հանդիսացող կողմացի նպատակության փոփոխությանը, որը մեր գլխավոր հատակագծին համապատասխան փոփոխությանը ենթարկվել, մյուսը վարկի վաճառքով օտարվել է Կարող ենք ներկայացնել, որ որն է փոփոխվել, նախավայրը հանգստի տարածք հիմնականը ձեռք բերել կարգացին այդ բնակիչներից, ամենից ձեռք բերել եւ հողամասերի նպատակային շինարարություն փոխելու մասին։ Կարող ընթացքում այդ փոփոխությունները իհարկե Հայաստանի Հանրապետության Գյուղի Մամուլի Լոբի համայնքի 26 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին 26-28 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռազմավարական հաստատվել, որի դեպքում համայնքի զարգացման հնգայնացի ծրագրերով համահունչ առաջնահերթություններ հիմնախնդիրներ։ Ուրեմն ծրագիրը բաղկացած է միջնաժամկետ ծրագիրը երկու մասից է բաղկացած, մեկը հավելվածով, որը 26-ից 28 թվականների բյուջեներն են այսպես ասած, մեկահատեսվող, համեմատության մեջ 25 թվականի արդեն հաստատված բյուջեով և 24 թվականի արդեն կատարված բյուջեով, այսինքն նրանք հաստատվի ծախսերի։ Եվ բաղկացած է երկրորդը նկարագրական մասից, ես նկարագրական մասը բաղկացած է երեք մասից, ներառություն, եկամուտներ, ծախսեր, ես չանդրադառնամ եկամուտներին, տրված է եկամուտները, այսինքն 26-28-ը ինչ եկամուտներ եք ունենալու և ինչ արգելքներից, երևի ավելի շատ կհետաքրքրի ծախսերի մասը, հավելվածները արդեն դուք կարդացել եք, հրապարակված է, ծախսերի մասը ես երևի միջառոդացնեմ։ Ուրեմն 26-ից 28 թվականներին նախատեսվում են իրար ծախսեր, հողագործության բնակավարում, քանի որ մենք հողագործության բնակավարում հիմնականում արդեն մնացած ծախսեր, այսինքն ունենք արդեն պարկ և ունենք գյուղատնտեսական տեխնիկայի պարկ և ունենք հակակարգային կայաններ, այժմ ուշադրություն դարձվել է ռոռուկմանը, քանի որ եղանակային պայմաններից կապված արդեն բերքից կապված է ռոռուկման ներշիններից։ Ոչ միայն հաշվառվում է, պետության կողմից առաջնահերթ լուծվող խնդիրների սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվում են 3 ոլորտում՝ մանկապարտեզներ, ջրագծեր, խմբավորման ու ճանապարհներ։ Այսինքն ոչ թե միառնելուն են դրա համար չէ, այդ պակասում են անցած տարիներ սուբվենցիա նախատեսեցին ու դեռ չվերեցին, ասենք աշտարակ, գորկատ ու դեռ չվերեցին, որովհետև անցած տարվանից արդեն նման աշխատանքները առաջնային խնդիրների մեջ սուբվենցիոն ծրագրերը չի լուծում։ Ուրեմն ռոռուկման ցանցով 27 և 28 թվականներին սուբվենցիոն ծրագրերով նախատեսվել է իրականացնել յուրաքանչյուր տարի 150 միլիոն դրամի աշխատանքներ, որից 97 միլիոն 500 հազարը սուբվենցիայի հաշվին։ Քաղաքաշինության բնակավարում 26-28 թվականներին նախատեսվում է իրականացնել ճանապարհների սալարկում այդ բոլոր բնակավայրերին բոլոր տարիներին 26-27 թվականներին յուրաքանչյուր տարի 250 միլիոն դրամ, որից 137 միլիոն դրամը սուբվենցիայի հաշվին։ Ուրեմն կրթության բնակավարում
Նախատեսվում է ավարտել այս տարի ավարտի երեքման կապարտեզների կառուցումը, որոնց ուղեկցում ծրագրերը 22-23 թվականի ուղեկցում ծրագրերով, շինարարությունը նախատեսվում է ավարտի, եւ մյուս տարի մենք ունենանք 3 նոր կապարտեզների, երկուսը Ստերնով եւ բնակավայրերում, երկու կավերանալարում, ակարդի բնակավայրերում եւ 27 թվականին նախատեսվում է Յարդան եւ Կովեզ բնակավայրերում հիմնավորող գործունեություն շենքերը 80 միլիոն դրամ արժողությամբ, որից 56 միլիոն դրամը սուբվենցիայի հաշվին։ Այսինքն մենք արդեն ունենանք այդ ծրագրերի ավարտելուց հետո նաեւ մանկապարտեզի խմբեր Յարդան եւ Կովեզ բնակավայրերում։ Կոմունալ ծառայությունների բնակավայրում, քանի որ կայարդանելու ծրագրով ակտիվობით եւ ակարդի բնակավայրերում իրականացնում են ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներ, բայց այդ աշխատանքները բնականաբար կատարվում ոչ համայնքային միջոցների հաշվին, որ ուրեմն 26 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է, քանի որ այդ ջրագծերը ունեն նաև արտաքին ներքին ցանցի շինարարությունների իրականացում, քանի որ արտաքին ցանցը նույնպես ունի վթարային տեղամասեր, 26 թվականին նախատեսվում է այդ երկու բնակավայրերի ջրամատակարարման արտաքին ցանցի մասնագիտման համար կատարել 250 միլիոն դրամի աշխատանքներ, որից սուբվենցիա 162 միլիոն դրամ։ Ուսումնասիրության ոլորտներ 26 թվականին համայնքի բյուջեի միջոցների հաշվին արտերկրոց սուբվենցիայի նախատեսվում է բնակավայրերում իրականացնել 25 միլիոն դրամի աշխատանքներ բնակավայրերի կենտրոնների բարեկարգման գծով։ Նաև նախատեսվում է արդեն բարեկարգված խաղահրապարակների կահավորման համար ձեռք բերել 4 միլիոն դրամի անհրաժեշտ եւ 2 միլիոն դրամի սպորտային ուրույն նախատեսվում է ձեռք բերել։ Սրանք արդեն համայնքի միջոցներից։ Մնացած արդեն ծրագրերը սրանք են մեր 26-ից ծրագրում, ֆինանսավորել արդեն ծրագիրը արդեն էքսել տարբերակով բոլոր կարողություններ եւ ընդհանուր բարձրացման դատերացան կարա նախապես իրականացնել մանկապարտեզների շինարարությունների ժամանակ, որ արդեն հակառակորդի է գլխում ու Բելգիայից բնակարար մանկապարտեզի մեխանիկաներ գործող կան։ Այդ գործերից հետո նախատեսում է Յարդան Կովեսը նաև մանկապարտեզի իհարկե ինչի հետո, ինչի ասել, որովհետև 26 թվականից եթե վերջնական որոշվել, ասենք, որտեղ արտադրությունալու, որտեղ չլինալու, որպես մենք որոշենք, ասենք, կարող է Յարդանում երկուս համայնքային կենտրոնի մասը դառնալ, որպես մանկապարտեզ ու վերակառուցվի, Կովեսը ասենք գրակարանի դպրոցի վերաբերել։ Ուրեմն խմբարանի միջանայտա, չգիտենք վերջնական լուծումը, դրա համար 26 թվականից հետո։ Հարցերն են ուրեմն մենք անցնենք ուղղակի հաջորդացին, հրատարակության, որ մազել որ վերտանանք ավականը 76 դաշտյան հետականություն գումարման օր և ժամ հաստատելի մասին։ Այսքան ավակները վերտանանքի ավականը նստաշրջանը անցում են կատարում դեպի 70 և 70 դաշրջանի առաջին նիստի օրը ավետարում է սահմանել 2025 թվականի սեպտեմբերի 10 նստաշրջանից դուրս նաև հրավիրենք ամուսել իսկ նախաձեռնությամբ հրավիրվի ավականի արտահերտ նիստ 24 ժամով առաջ օրենքով սահմանված կարգով ձեզ պիրասեք։ Շնորհակալություն, հաղորդություններ, առաջարկություններ։ Պարոն Մուսյան, մանկապարտեզի մեծացման հետնավորակ անհատական քույրերն են, մանկապարտեզների քույրերի մեծացման։ Ուրեմն ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ դաշտյան դասատու, բայց մենք չենք ընդհանրի բնակավայրի վրա, կարող է դրոզել դակարանը նախատեսնենք երկուքում, ընդհանրը ֆիքսեն, որ
ասենց ասենք, կենտրոնանանք մենք իր վրա, որ ամեն բոլոր ձախողենք, դրա համար մենք առայժմ փորձենք անենք ամենտեղ ամեն ինչ։ Բայց հնարավոր է հենց վերջնական դարձերը հիմնականում մեր մոտ խնդիրը կապված է շինարարությունների հետ, այնացավար շինարարությունները, այսպես համակարգեր ու բոլոր բնակավայրերը, որպեսզի մեկ ամեն ինչ ունենալու փոխարեն կայանում ամենտեղ ունենան, բայց որոշակի բարձրով հետ է պատճառը։ Իհարկե նախատեսում է, որ ունենանք եւ բուժքույր եւ երաժշտության մասնագետ, բայց որովհետեւ ամեն ինչ ունենան, դեռ ոչ ոք չունենան, շատ հարկար չի։ Ընդհանրապես, բայց նախատեսում։ Դա համատեղության կողմից համերեջան համակարգական ցենց։ Առայժմ մենք ունենանք ու ունենանք, էլի։ Նույնիսկ մենք տեսնում ենք ժողովուրդ ասենք, անկեղծ արդար յուրացիություն։ Հաստատ բան չէ, ասենք, ուզենք չէ, որ ասենք, քանի դեռ, ասենց ասենք, այս պահին ունենք երկու գործով մանկապարտեզ, երկու հաջորդ փուլում ունենանք 3-4 ասենք, դեռ չեմ ֆիքսում, ընդհանրապես կարևոր բանը մեր տնօրեն ունենանք, չէ, այդ տնօրեն։ Եթե ուզում ես աշխատես տնօրեն, ուրեմն ասենք 4 տնի տնօրեն ես, 4 տարբեր բնակավայր, Բարդությունն, Մկրտչյանի հետ մեկներով պատահական այս կատարեցին, տնօրենը ասենք Լեջամի ոչ մեկս չգիտենք, ասենք Լեջամի ամենստեղ ենքարկնում, ասենք ու ավելի լավ ստացվում ինչ առումով, որ ոչ մեկը չգիտի, որ բային տնօրենը որտեղ է առնում։ Ու գնում ես ամեն ինչ նորմալ է։ Դե չասենք անդադար նույն տնօրեն ներկայության, որ մենք սովորում ես որ կարելի է նաև ասենք ուշացնել ես քախանը, ուրեմն այդ ուշացնելը առաջ անգամ պատահականորեն հետո զուգադիպ մայթը դառնախասել, ու գնացել ես քախանը մակրակ չի, ոչ մի անգամ, էլի ասենք տարբեր երակներով դառնիչով։ Ու շատ է լավ ստացվում, նույնիսկ ասենք նույնիսկ տնտեսում մեր գնալ հաշվապաններ չեն, մեզ պետք ու տնօրեններ, մեզ պետք է ասենք կոնկրետ երեխեքից զբաղվող, դաստիարակ, օգնական, խոհարար, որպես համատեղ կարողանան ունենան։ Թե չում է տնօրեն նշանակել, սա անգամ հետո ես որ չաշխատում եմ ինձ շնորհակալ կլինեմ։ Այսինքն ես չեմ ֆիքսում կոնկրետ պաշտոններ բաժանելու, որպես ինձ հետագա հիշեն կամ լավություն արածս չգիտեմ։ Դա, բայց այս որ մի կարողանանք, որ ասում մենք դեռ ու դեռ առասպելին, որ կարողություն ունենք, հենց հասանք ամեն ինչ երեխա մինիմում լինի, որ այդ մանկապարտեզը պահի բուժքույր։ Յուրաքանչյուր ԲՄԿ-ի բուժքույր ինքը ստանում է իր ԲՄԿ-ի երեխաների գումար, որը մտնում է նաև մանկապարտեզի և դպրոցի երեխաներից սպասարկում։ Առանձին բուժքույր եթե պահեցինք, պետք է դա վճարվի, պետությունը 100-ից պակասում գումար չի։ Պետությունը չի կարող։ Դեր կողմից է։ Մենք հետ տալու դրան մասը, այ ասենք, սենց ասենք, 5 խմբի դեպքը, մենք ունենանք 100-ից ավել, 5 խմբ ասածը վերաբերում է Լեջան ու Սվերնով ու Ակարակ հետ խմբի, արդեն մենք ունենանք 100-ից ավել, ոչ միայն, ու ասում ենք, ոչ թե հետո, այդ 5 խումբը գործելու ընթացքում ունենանք նաև դա, ու ունենանք նաև երաժշտության մասնագետ, որը պարտադիր չլինի, որտեղ երաժշտության, ասենք, անընդհատ շարունակական մի կրնի։ Ամենայնիվս բուժքույրը հիմա է, չէ, դպրոցում, հիմա մենք սպասարկում ենք։ Իմաստը նրանն է, որ այդ պարտեզում այդ պահին լինի, դուք ոնց եք պատկերացնում 5 կիլոգոն, բուժքույրը եթե եկա մի քիչ այն չի լինի, էլի բուժքրոջ պահը։ Չեք հասկացած։ Բայց ասենք շատ ճոխությունը դուք չենք փառքաստու չեն։ Միգուցե պետության հատուցություններ փոփոխություն լինի առանձին մանկապարտեզի դրույթ չեն կարող ասել փոփոխություններ շատանում։ Բայց եթե պետք է տեղում լինի, մի տնօրենի հաշվապահ, ասենք կես հաշվապահ, մի տնօրեն, ու առայժմ երկու մանկապարտեզ, որ նույնիսկ զանազին խմբի, մի տնօրեն կարող դառնա մի հաշվապահ։ Այսինքն մենք սենց ասենք, որ մի մանկապարտեզը, Ստեփան ջան, ձեր ասած 4 բուժքույր, 4 բան չեն ունենալ։ Որտեղ մենք մի մանկապարտեզ, դա որովհետև մանկապարտեզ տարբեր Ես կարող եմ
բուժքույր դպրոցում պահել, եթե կահամաձայնա, ամիսը 36 հազար դրամով։ Այդ մանկապարտեզները ոնց նախատեսված չի, դպրոցի կա հիմա այդ ծրագիր։ Ամեն դեպքում բնակարան կան լուրջ հաստատություններ, Օգնել, մոտիկեր բոլորն են հիմնարկներին դեպ մոտիկ է, սպեր գովինը կպարտայի, մոտիկների դեպքով տեղամասով դպրոց։ մենք ունենք սպորտային խմբեր, գերվեստի խմբեր, ասենք գործում են։ Մենք իրանց աշխատավար չենք տալու, մարդը շատ է գալիս է, վիճարը մակավար մնակի չէ, բարարմակ է չի բարարմ, բայց մեր հնարավորություն է սպարում, եթե հնարավորություն ունենք սպորտ սպորտի համար, հատակների տահավորում, ասում ձեր բերեն և իրենք, բարակույնները ձեր բերեն և իրենք, ասենք ավելի շատ մենք գործում ենք ոչ թե ուշադրություն չդարձնենք, թող այդ գույքի տեսքով ձեր բերեն ունենանք ավելի նոր բակապով դամոտանք զբաղվում են, կանց դեր մեր հնարությունը չի ասել, դա ունենանք կոնկրետ բաժին, ունենանք կոնկրետ մասնագետներ, մշակույթի, սպորտի, բայց կարևոր չի, բայց ունենանք։ Լավ, մեր օրակարգային հարցերը սպառվեցին, շատ շնորհակալություն։